Բարև ձեզ, այսօր մենք կներկայացնենք մեր նախագծային աշխատանքը աշխարհագրություն առարկայից, որի թեման է «Քարերն էլ են պատմում»։ Նախագծի ղեկավարն է Գայանե Սահակյան։ Ես կներկայացնեմ մեր թիմը՝ Խուշության Մարի։ Նախագծի կառավարիչ, պահպանում է ընդհանուր կարգապահությունն ու նպատակի հսկողությունը։ Ստեփանյան Գոհար, հաղորդակցության կառավարիչ, ապահովում է ներդաշնակ համագործակցությունն ինչպես քարերի շղթան բնության մեջ։ Պետրոսյան Անի, հետազոտության համակարգող, տալիս է քարերի պատմությունների գիտական խորություն։ Աթվյան Մանե, հանրային կապերի պատասխանատու, քարերի մասին պատմությունը հասցնում է մարդկանց սրտերին։ Ալեքսանյան Նարեկ, լուսանկարիչ, տեսագրող, դարձնում է նախագիծը հիշվող, վավերագրող դրա ամենախեն վայրկյանները։ Նախագծի հիմնահարցը՝ ինչ պատմություն ունեն քարերը, ինչպես կարող են դրանք մեզ հասցնել շրջակա միջավայրի, ժամանակի և մշակույթի մասին։ Մեր նախագծի նպատակն է ուսումնասիրել քարերի բնույթը, ծագումը և նշանակությունը, ձևավորելով միջառարկայական կապեր աշխարհագրության, գրականության, պատմության, արվեստի միջև, զարգացնելով հետազոտելու, վերլուծելու և ստեղծագործորեն ներկայացնելու հմտությունները, ստեղծել սահիկաշար, օրացույց, ցուցապաստառ և ձեռքի աշխատանքներ քարերից։ Նախագծի վերջում մենք կարող ենք կատարել ինքնուրույն հետազոտում, տարբերել քարերի հիմնական տեսակները և բացատրել նրանց տարածման և առաջացման պայմանները, ներկայացնել քարի կիրառումը մշակույթում, պատմության մեջ և արվեստում, սահիկաշար, խաչքարեր, հուշարձաններ, քարից պատրաստված հին շինություններ։ Ներկայացնել քարը պոեզիայում, ստեղծել ստեղծագործական թիմային վերջնարդյունք, սահիկաշար, ցուցահանդես, գիրք, ալբոմ կամ օրացույց։ Դրսևորել համբերատարություն, լսել դիմացինի խոսքը, մասնակցել քննարկումներին, ելույթ ունենալ լսարանի առջև, ձևավորել արժեքային համակարգ, գնահատել մարդասիրությունը, բարոյական բարձր արժեքներն ու հատկանիշները։